Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1467-րդ օրն է։ Օրացույցային ձմեռը անցավ, տարվա ցուրտ եղանակին պուտինյան ագրեսորները ցանկանում էին ոչնչացնել մեր էներգետիկան եւ կոտրել մեր կամքը, բայց 3 ամսվա ընթացքում Պուտինի բանակը կորցրեց 92850 օկուպանտ եւ ինչպես իրենք են խոստովանում Բելգրադի էներգետիկան, դες 4 տարի է տեսնում ենք էլի Պուտինը ինչ ուզում է հակառակն է ստացվում։ Դե իսկ Իրանում պատերազմի երկրորդ օրն է, կարելի է այդպես ասել։ Իրադարձությունը զարգանում է քիչ թե շատ կանխատեսելի տեմպերով։ Իսլամիստները ստիպված եղան խոստովանել, որ իրենց առաջնորդը լիկվիդացված է, բայց մռնչացող առյուծ գործողության նպատակը կամ ինչպես ամերիկացիներն են անվանում էպիկական կատաղություն գործողության նպատակը ոչ միայն Իրանի իշխանություն կոչվող հանցագործների ոչնչացումն է, այլ այն սպառազինությունների եւ ռազմական օբյեկտների, որոնք վտանգ էին ներկայացնում տարածաշրջանի երկրների, բայց իհարկե առաջին հերթին Իսրայելի համար։ Ռազմական գործողության կազմակերպիչները մտադիր են այն ավարտել մի քանի շաբաթվա ընթացքում, ոչ ոք մտադիր չէ ռազմական մասը շատ ձգձգել, բայց մենք կտեսնենք, ինչպես ասում են Վոստոկ դելը տոնկե, արևելքը նուրբ հարց է, ինձ թվում է միամիտներ չկան, որ մտածեն, թե կարելի է մի քանի օրում ամեն ինչ ավարտել, իսլամիստական ռեժիմը տասնամյակներ է իշխել եւ ցավոք ոչնչացումը 1-2 օրում տեղի չի ունենա, նաեւ չմոռանանք Թեհրանի պրոքսի ուժերի մասին, չնայած ոնց որ թե կիսավախվորած վիճակի մեջ են, հոխորտում են, բայց լուրջ գործողությունների չեն դիմում, խոսքը հութիների եւ Հեզբոլայի մասին է։ Բուն Իրանում ռազմական գործողությունը նախատեսվում է 2 շաբաթ մոտավորապես, եւ դա առավելագույնն է, իսկ մենք ձեզ հետ կտեսնենք, թե որքանով դա կհաջողվի, եւ Ուկրաինայի եւ Հայաստանի եւ տարածաշրջանի երկրների համար ձեռնտու է, որ իրանական ռեժիմի լիկվիդացման ակտիվ մարտական մասը ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Ես անձամբ շատ կցանկանայի, որ առավելագույնը 1 շաբաթում ամեն ինչ ավարտվեր, բայց ոչ ամեն ինչը մեր ցանկությամբ լինում, կտեսնենք, թե ինչպես կլինի, ամենայն հավանականությամբ շատ հնարավոր է, որ հենց 2 շաբաթում հիմնական գործողությունները կատարվի, բայց դեռ ինչ որ ժամանակ, ինչպես ասում են, ծուխը դեռ կլինի։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ է լինելու ռեժիմի ոչնչացումից հետո, եթե իշխանության տրանզիտը ստացվեց այնպես, ինչպես կուզեր արևմուտքը եւ շատ ձեռնտու է Հայաստանին, ապա դա համեմատաբար ավելի արագ կստացվի։ Իսկ եթե ոչ, այդ ծուխ կոչեցյալը իսլամիստների ոչնչացումից հետո կարող է ամիսներով տևել, Աստված չանի, եթե տարիներով, որովհետև սա Հայաստանի հարավային դարպասներն են, մեզ այնտեղ խաղաղություն է պետք մեր հայրենիքի կոմունիկացիաները ապահովելու համար։ Այսօր իրանական ռեժիմի մնացորդները դեռ փորձում են հարձակվել տարածաշրջանի երկրների վրա։ Ես այս գործողությունները կանվանեի հոգեվարք, ագոնիա, դե իսկ Ամերիկան ու Իսրայելը անում են ամեն ինչ, որպեսզի հակառակորդին արագ զրկեն կրակային հզորությունից եւ խոցման միջոցներից։ Գլխավորն այն է, որ ռեժիմը արդեն գլխատված է, իսկ նրանք, ում կարող են փորձել նշանակել իրենց գործունեությունը շարունակելու համար իսլամիստները, կարծում եմ չեն ունենա բավարար գործիքներ եւ միջոցներ դա լիարժեք անելու համար, իսկ մեզ մոտ Ուկրաինայում Պուտինյան ագրեսիան շարունակվում է, կան իհարկե հետաքրքիր նորություններ, ամեն ինչի մասին կպատմեմ ձեզ, բայց կփորձեմ եթերը շատ չձգել, վերջիվերջո հանգստյան օր է եւ տեղեկատվական դաշտը լցված է նրանցով, ովքեր որոշել են իրենց 5 կոպեկը ներդնել այս թեմայում։ Իդեպ նկատում եմ, որ շատերը, ովքեր նախկինում քննադատում էին Իսրայելին, արդեն սկսում են գույնը փոխել եւ երկրպագել Իսրայելին։ Հուսանք, որ այդ մարդիկ դա անում են Հայաստանի շահերը հասկանալով եւ պաշտպանելու համար, այլ ոչ թե պարզապես կոնֆորմիստներ են, այլապես ուկրաինական օրինակով բոլորս հիշում ենք, թե ով որ կողմում էր սկզբում եւ ինչպես են շատերը իրենց դիրքավորում հիմա, բայց երևի նման մարդիկ են պետք, որպեսզի մեր դեմքին սարկաստիկ ժպիտներ հայտնվեն։ Ինձ նորից վատ զարմացրեցին Հայաստանի լրատվականները, որոնք տեղի ունեցողից առանձնացնում էին միայն երեխաների զոհվելը Իրանում, իսկ մնացած ամեն ինչ թողնում էին կարծես ստվերում։ Երեխաների համար ցավում են ամբողջ աշխարհում, չենք կարող չցավել։ Երեխաների սպանությունը ծանրագույն հանցագործություն է, բայց իրանական ռեժիմը 2 ամսից
պակաս ժամանակում սպանել է ավելի քան 20,000 մարդու, ըստ որոշ գնահատականների թիվը հասնում է եւ նույնիսկ անցնում է 30,000-ից։ Այդ հազարավոր սպանվածների համար այս նորաթուխ հումանիստները չեն ցավում, չէ՞ որ ռեժիմը մարդկանց սպանում էր ոչինչի համար, պարզապես սեփական կարծիքը արտահայտելու պատճառով։ Իսկ նրանց, ում չէին սպանում, հաշմանդամ էին դարձնում։ Երեկվա երեխաների մահվան մեջ նույնպես մեղավոր է իսլամիստական ռեժիմը, որն այնքան էր ուզում շարունակել իշխել, որ գործը հասցրեց ռազմական գործողության։ Ես գիտեմ, որ ինձ են լսում նման կերպարներ, ովքեր փորձում են դեռ ինչ-որ ատամ ցույց տալ, այս ամեն ինչի ֆոնին։ Գիտեք, կարող եք փորձել, ես երեք սոցիալական ցանցերում տեսա, որ Իրանին հարվածելու ֆոնին մարդիկ ադրբեջանցիների պաստառներն էին Ուկրաինայում, ես իմ քանի տարի առաջվա նորից հանել ջրի երես եւ փորձում էին Ուկրաինայի դեմ սա ներկայացնել։ Ես ճիշտ ասած պատկերացում չունեմ այդ մարդկանց այլանդակված աշխարհայացքների մակարդակի մասին, բայց ինձ թվում է այդ պաստառների մասին, որ գովազդ էր, դա Ուկրաինա պետության հետ կապ չուներ, ադրբեջանական համայնքն ու սոկարն էին արել քանի տարի առաջ։ Ինձ թվում է արդեն ադրբեջանցիներն էլ են մոռացել, բայց որոշ մարդիկ Իրանի հարվածների ֆոնին արևմուտքի հետ միասնական, ես դեռ այս թեմային այսօրվա եթերում կասեմ, հիշել էին այդ պաստառները։ Հասկանում եմ, որ ձեր աշխարհը կործանվել է ու դուք փորձելու եք ինչ-որ sense փշրանքներով ինքնաբավարարվել, բայց այդ ձեր հոգեվարքը, որը համընկնում է Իրանի ռեժիմի հոգեվարքի հետ, կապ չունի Հայաստանի շահերի հետ, հայ ժողովրդի շահերի հետ, որովհետև Հայաստանին դեմոկրատական Իրան է պետք, կայուն դեմոկրատական հարուստ հարևան, ոչ թե իսլամիստական ռեժիմ, որ ամբողջ աշխարհը ատում է։ Այդ իսլամիստների համար ողբացողները իրենց հարց չեն տալի, այդ ոնց է լինում, որ այդ իրենց դաշնակիցները ամբողջ աշխարհին թշնամի են դառնում։ Թե ձեզ միայն iPhone-ն է արևմուտքից հետաքրքրում, մնացած ամեն ինչը թող լինի այնպես, ինչպես կար առաջ։ Չէ, այդպես չի լինելու։ Իրավիճակը փոխվում է եւ դրա պատճառը դարձել է հենց սկզբից Պուտինի ագրեսիան։ Դրան էլ կանդրադառնամ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Իրանում Ալի Խամենեիի լիկվիդացումը դարձավ Կրեմլի թուլացման հերթական վկայությունը։ Ասադ, Մադուրո, իսկ հիմա Խամենեի, Պուտինը կորցնում է իր առանցքային դաշնակիցներին, նշում է Ուկրաինայի արտգործնախարարությունը Իրանի իրադարձությունների ֆոնին։ Այաթոլլա Ալի Խամենեիի եւ Իրանի ողջ ռազմական վերնախավի լիկվիդացումը Կրեմլի մեծ աշխարհաքաղաքական ձախողումն է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան իր պաշտոնական էջում սոցիալական ցանցերում։ Սիբիգան Իրանում տեղի ունեցածը կապել է Ռուսաստանի կողմից առանցքային գործընկերների կորստի եւ միջազգային ազդեցության անկման հետ։ Մեջբերեմ Ասադ, Մադուրո, իսկ հիմա Խամենեի, Պուտինը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում կորցրեց իր 3 մտերիմ ընկերներին։ Նա նաև չօգնեց նրանցից ոչ մեկին, նշել է ուկրաինացի նախարարը։ Ըստ Սիբիգայի տեղի ունեցողը միանգամից մի քանի միտում է ցույց տալիս։ Մեջբերեմ այս դինամիկան ապացուցում է 3 բան. Նախ, Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ, նույնիսկ նրանց համար, ովքեր զգալիորեն հույս էին դնում նրա վրա։ Երկրորդը, քանի դեռ Ռուսաստանը խրված է Ուկրաինայի դեմ Իրանի իմաստ պատերազմի մեջ, որը նա երբեք չի հաղթի եւ հրաժարվում է ավարտել, Պուտինի ազդեցությունը ամբողջ աշխարհում սրընթաց անկում է ապրում։ Երրորդը, տապալված դիկտատորների դոմինոն պետք է շարունակվի եւ Պուտինի անկումը մի օր անխուսափելի է, ընդգծել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Սիբիգան կոչ է արել աշխարհին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի ռազմական հանցագործները հնարավորինս արագ պատիժ կրեն այն ամենի համար, ինչ կատարել են։ Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Ուկրաինայի դեմ երկարատև ագրեսիան ոչ միայն սպառում է ռուսական ռեսուրսները, այլ խարխլում է Մոսկվայի դիրքերը Մերձավոր Արևելքում եւ այլ տարածաշրջաններում։ Ավտորիտար դաշնակիցների կորուստը, որոնք տարիներ շարունակ հենվում էին Կրեմլի աջակցության վրա, Ռուսաստանի համար դառնում է ռազմավարական հարված։ Միևնույն ժամանակ հայտնի են դարձել Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների մահվան որոշ մանրամասներ։ Իրանական լրատվամիջոցները կիրակի օրը հայտնել են երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին Թեհրանին հասցված հարվածների հետևանքով։ Այս մասին առաջինը հայտնել է Iran International հեռուստաալիքը, առաջինը Իրանից։ Մենք երեք էինք դրա մասին ասում։ Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Ամերիկայի եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են նաեւ Խամենեիի դուստրը
Թորը, Հարսը եւ Փեսան։ Ամերիկայի նախագահ Թրամփը սոցիալական հարթակներում երեկ հայտարարել էր Խամենեի սպանվելու մասին, նույնը արել էր Բենյամին Նեթանյախուն։ Հաղորդվում է, որ Խամենեի մահվան փաստագրական ապացույցները ցուցադրվել են Իսրայելի վարչապետին։ Շաբաթ երեկոյան հեռուստատեսային ուղերձում Նեթանյախուն հայտարարել է, որ կան Խամենեի մահվան ուժեղ նշաններ, սակայն հավելյալ մանրամասներ չբերեց։ Խամենեի մահվան լուրերի ֆոնին կրկին քննարկվում է նրա ղեկավարման տասնամյակների ընթացքում զոհերի թիվը։ Իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ մեղադրել են իրանական իշխանություններին մահապատժի լայն կիրառման մեջ։ Ըստ տարբեր գնահատականների 80-ականների վերջից երկրում ի կատար են ածվել հազարավոր մահապատիժներ։ Որոշ միջազգային իրավապաշտպան խմբեր նշում են ավելի քան 10,000 մահապատժի թիվ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում։ 2009 թվականին կանաչ շարժման բողոքի ակցիաների ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ։ 19 թվականի նոյեմբերին իրավապաշտպանների գնահատմամբ զանգվածային բողոքների զոհ դարձան հարյուրավոր մարդիկ։ Անկախ աղբյուրները նշում են մինչև 1500 զոհերի թիվը։ 22-23 թվականներին Մահսա Ամինիի մահից հետո բռնկված ընդվզումների ժամանակ նույնպես հաղորդվում էր հարյուրավոր զոհերի եւ հազարավոր ձերբակալվածների մասին։ Մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հղում անելով իրավապաշտպաններին եւ իրանական ընդդիմությանը հայտնել են, որ 25-ի վերջին եւ 26-ի սկզբին Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է հասնել 30,000-ի եւ ավելի։ Հրապարակումները նշում են, որ Թեհրանի պաշտոնական տվյալները զգալիորեն ցածր են, սակայն անկախ ակտիվիստները պնդում են, որ ճնշումների մասշտաբը շատ ավելի արյունալի է եղել։ Այս գնահատականները ստուգելը դժվար է միջազգային դիտորդների սահմանափակ մուտքի եւ ինտերնետի շրջափակումների պատճառով։ Վերջին տարիներին Իրանը հայտնվել է միջազգային քննադատության կենտրոնում Ռուսաստանին զենք մատակարարելու պատճառով։ Արևմտյան երկրները, ներառյալ Ամերիկան եւ Եվրամիությունը, հայտարարում էին, որ Թեհրանը Մոսկվային է տրամադրել հարվածային դրոններ եւ այլ սպառազինություն, որոնք օգտագործվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Կիևը եւ արևմտյան կառավարությունները պնդում են, որ իրանական դրոնները կիրառվել են ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Այս մեղադրանքները հիմք դարձան Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների համար։ Դե մեր լսարանը հենց ինձանից է անմիջապես իմանում, որ ոչ միայն ենթակառուցվածքներին հարվածների համար, այլ պարզապես բնակելի շենքերին, մարդկանց բնակարաններին են հարվածում իրանական դրոններով։ Եվ սա դեռ ամենը չէ։ 22 թվականի գարնանը, երբ Թեհրանի իսլամիստները կարծում էին, թե Ռուսաստանը մեզ կհաղթի իր սկսած պատերազմում, իրենց թույլ տվեցին Խամենեիի ծաղրական ուղերձը ուկրաինացիներին։ Նրանք ուկրաիներենով փորձում էին մեզ բացատրել, մատնացույց անելով ավերվածությունները, թե այդպես է լինում Ամերիկայի եւ Արևմուտքի դաշնակիցների հետ։ Այն ժամանակ նրանք երևի թե վստահ էին, թե հաղթելու են։ Իդեպ հենց այս գրառումը Խամենեին վերը հրապարակեց անցած տարի 25 թվականին Արևմուտքի աջակցությունը անվանելով պատրանք եւ փաստացի հպարտանալով Պուտինի հետ իր միասնությամբ։ Ամենը ձեր էկրաններին է։ Դե ինչ, հիմա Պուտինը լուրջ հետևում է, թե ինչպես սպանեցին Խամենեին, հա չէ, լուրջ չի, խոսում է իր անվտանգության խորհրդի հետ, բայց երևի Խամենեին այլ բան էր սպասում, չեմ մեզ ծաղրելով։ Հետաքրքիր է, որքան ժամանակ անց Պուտինը դուրս կգա բունկերից, որպեսզի ուղղակի մի բան կոնկրետ ասի Իրանին, Ամերիկային կամ Իսրայելին, եթե իհարկե ոգին բավարարի։ Բայց հիմա Պուտինը գիտենք, որ գնալով մաշվում է, Պուտինը եւ նրա զորքը նախորդին ռազմաճակատում տեղի ունեցել 158 մարտական բախում, ավելիի համար Պուտինը զորք չունի։ Այդ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 870 օկուպանտի եւ նրանց 1973 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,266,770-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին, վերջին օրերին իհարկե նաեւ Իրանի մասին, երեք եւ այսօր ինձ թվում է, թե Իրանի մասին ավելի շատ լուր եմ հրապարակել, քան Ուկրաինայի։ QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք, ուղարկեք ձեր ծանոթներին, որպեսզի նրանք նույնպես տեղեկացված լինեն եւ Ուկրաինայից եւ իհարկե Իրանի պատերազմից։ Իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումները սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։
Իրադարձությունները շատ են։ Իրանը կիրակի օրը մարտի 1-ի կեսօրին հրթիռներ է արձակել Կիպրոսում բրիտանական ռազմաբազաների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, իսկ ամերիկյան եւ իսրայելյան հարվածները Իրանին շարունակվում են։ Ինչպես ասացի հաղորդման սկզբին, Իրանը դեռ փորձում է ատամ ցույց տալ։ Աֆղանստանը երևի որ իրենց մասին ոչ ոք չմոռանա, կրակ է բացել պակիստանյան ինքնաթիռի վրա, այնտեղ էլ իրենց լոկալ պատերազմն է, իսկ Բելգիայի զինված ուժերը Ֆրանսիայի աջակցությամբ առաջին անգամ որսացել են եւ վերահսկողության տակ են վերցրել ռուսական ստվերային նավատորմի տանկերը։ Նավը ուղեկցվել է Զեբրուգե նավահանգիստ հետագա կալանավորման համար։ Այս մասին հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ Երեկվա եթերում ես ձեզ հայտնեցի, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը նշանակվել է Ուկրաինայի կառավարության խորհրդական տնտեսական վերականգնման հարցերով։ Մեր դեսարանը հավանաբար հիշում է, որ նախագահ Զելենսկին Ամերիկայում Ուկրաինայի նախկին դեսպան մեր հայրենակից Օքսանա Մարկարովային նշանակել էր իր խորհրդականը Ուկրաինայի վերականգնման եւ ներդրումների հարցերով, իսկ սա հենց Ուկրաինայի վերականգնման այն նույն խորհուրդն է, որտեղ հավաքվում են աշխարհի լավագույն մասնագետները։ Եվ ինչպես հերթական անգամ տեսնում եք, հայերը ներկա են բոլոր ոլորտներում Ուկրաինայում։ Չգիտեմ, գուցե սա խթան դառնա Արևմտյան Եվրոպայի եւ Ամերիկայի մեր հայրենակիցների համար, որպեսզի մասնակցեն Ուկրաինայի վերականգնման շատ շահավետ process-ներին, մեզանից տեղյակ պահելն է հասնում։ Իդեպ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Ֆյոդորովը նույնպես պատմել է Բելարուսում ուկրաինական հարվածների որոշ մանրամասներ։ Ուկրաինային հաջողվել է շարքից դուրս անել Բելարուսում գտնվող մեժ ցանցը, որը ռուսական բանակը օգտագործում էր Ուկրաինայի հյուսիսի ուղղությամբ շահեդների կոորդինացման համար։ Գործողության հաջողությունը ըստ պաշտպանության նախարարի ուղղակիորեն անդրադարձել է մայրաքաղաք Կիևի եւ երկրի կենտրոնական մասի անվտանգության վրա։ Մեզ հաջողվել է վերացնել մեժ ցանցը, որն օգտագործում էին շահեդները Ուկրաինայի հյուսիսում, ինչը դրական է ազդել Կիևի եւ Ուկրաինայի կենտրոնական մասի պաշտպանության վրա, հայտարարել է Ֆյոդորովը։ Պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեսնովը, ով հայտնի է որպես Ֆլեշ անունով, ավելի է մանրամասնել տեղի ունեցածի մասին։ Ըստ նրա, մեժ ցանցը ռադիոմոդեմներ են, որոնք ընդունում եւ փոխանցում են ազդանշանները, ինչպես նաեւ հանդիսանում են ռետրանսլյատորներ եւ ազդանշանի ուժեղացուցիչ ռուսական շահեդների եւ այլ դրոնների համար։ Այդ մեժ ցանցի հենակետերը ռուսները տեղադրել էին Բելարուսի տարածքում սահմանամերձ գոտում։ Դրանք հզոր անտենաներ են, որոնք տեղադրված են բարձրության վրա եւ ուղղված են դեպի Ուկրաինա։ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է դրանք տեղորոշել եւ այնուհետեւ ոչնչացնել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտնել էր Բելարուսում Ուկրաինայի հետ սահմանի մոտ սարքավորումների տեղադրման մասին, որոնք օգտագործվում էին շահեդների ուղղորդման համար։ Ըստ Զելենսկու տվյալների Ուկրաինան Բելարուսում պայթեցրել է մինչև 4 ռետրանսլյատոր։ Իսկ ռուսաստանցիներին շարունակում են զրկել վերջին ազատություններից։ Մեր աղբյուրները հաստատում են, արդեն ապրիլին Ռուսաստանում նախատեսվում է վերջնականապես արգելափակել Տելեգրամը։ Կրեմլը գնում է այս քայլին ռազմաճակատի ձախողումների եւ Ուկրաինայի հետ ծանր բանակցությունների ֆոնին։ Հիշում եք, ես երրորդ տարին է ասում եմ, որ Ռուսաստանում կյանքը միայն դեպի վատն է գնալու։ Շատերը չէին հավատում, դե ինչ ստացեք եւ ստորագրեք սկեպտիկներ։ Հիշեցնեմ նաև, որ աշնանը հաղորդել էի, որ Գոսդումայում նախաձեռնել էին պարենային քարտեր մտցնել ռուսներին կերակրելու համար։ Պարզվում է իշխանությունը ի վիճակի չէ նույնիսկ սննդի բաշխումը կազմակերպել երկրի մասշտաբով։ Վերջերս հայտնի տնտեսագետ Լիպսիցը անդրադարձավ այդ թեմային։ Միասնական համակարգի փոխարեն տարածաշրջանային լոկալ փորձեր են անում։ Կալինինգրադում օրինակ ներդրվել են պարենային վճարներ խիստ հացի եւ կաթի համար, նրանց համար, ովքեր արդեն աղքատության շեմից այն կողմ են։ Լենինգրադի մարզում թոշակառուներին միր քարտին բալեր են հաշվեգրում, որոնք կարելի է ծախսել միայն տեղական ապրանքների վրա որոշակի ցանցերում։ Իսկական էլեկտրոնային գետո է դարձել։ Հեռավոր Արևելքում քարտերը քողարկել են հասանելի ձուկ նախագծով, Սախալինում եւ Կուրիլներում թոշակառուներին լիմիտներ են տալիս ձկնորսներից ուղղակիորեն ձուկ ստանալու համար։ Կամչատկայում 26 թվականին թղթե տալոնները փոխարինել են սոցիալական ID-ներով ծովամթերքի չափաբաժիններ բաժանելու համար։ Խաբարովսկում ձուկը վաճառում են շուկայականից 3 անգամ էժան, բայց խիստ սահմանափակ մեկ ձեռքին որոշակի քանակությամբ։ Իշխանությունները հեքիաթներ են պատմում հոգատարության մասին, բայց մենք հասկանում ենք, սա թաքնված նորմավորում է եւ դեֆիցիտ։ Օվկիանոսի ափին ապրելն ու ձուկ ուտելը շքեղություն է դարձել ռուսաստանցիների համար։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամու S-300 համակարգեր եւ լոգիստիկ օբյեկտներ, գլխավոր շտաբի օպերատիվ տվյալներն են։ Մեր պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամու S-300 զենիթահրթիռային համակարգի կայանները եւ այլ լոգիստիկ օբյեկտներ։ Մարտի 1-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Մանգուշ բնակավայրի շրջանում գտնվող S-300 համակարգի ռադիոլոկացիոն կայանին եւ Նովոկրասնովկայի շրջանում գտնվող S-300V4 ռադիոլոկացիոն կայանին։ Խոսքը Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքի մասին է։ Մեր մարտիկները նաև հարված են հասցրել թշնամու զինամթերքի պահեստին Յալթայի շրջանում եւ կենթանի ուժի կենտրոնացման վայրին Մալադոյ Շախտյոր բնակավայրի շրջանում։ Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում են սրանք, չշփոթեք Ղրիմի Յալթայի հետ, Ղրիմին այլ հարվածներ են հասցվում։ Նշվում է, որ Զապորոժիեի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում հարված է հասցվել նաև վառելիքաքսուքային նյութերի պահեստին Պրիշիպ բնակավայրի շրջանում, օկուպանտների վերանորոգման ստորաբաժանմանը Բագատովկայի շրջանում, ինչպես նաև թշնամու կենթանի ուժի կենտրոնացման վայրերին Դունաևկա եւ Պալտավկա բնակավայրերի շրջանում։ 3 փետրվարի 28-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նաև թշնամու դրոնների կառավարման կետերին Ռուսաստանի Բելգրադի մարզի Պրիլեսնայե բնակավայրի շրջանում եւ Դոնեցկի մարզի Ռադինսկայի մոտակայքում։ Բացի այդ, հարված է հասցվել թշնամու կենթանի ուժի կենտրոնացման շրջանին Ստիպնովգորսկ բնակավայրի մոտ եւ դրոնների կառավարման կետին Ուսպենովկա բնակավայրի շրջանում Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքում թշնամու կորուստները եւ վնասների վերջնական մասշտաբները դեռ ճշտվում են։ Իրենց հերթին ռուսները իրենց գրոհն են կազմակերպել գիշերային։ Մարտի 1-ի գիշերը ռուսները 4 ուղղություններից 123 հարվածային դրոններով արձակվել են Ուկրաինայի վրա։ Մեր հոբ ուժերին հաջողվել է խոցել թշնամական դրոնների մեծ մասը։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում խոցվել կամ ճնշվել է Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տիպի 110 թշնամական դրոն։ Միևնույն ժամանակ արձանագրվել է 13 հարվածային դրոնի խոցում 7 տեղանքում, ինչպես նաեւ խոցված դրոնների անկում բեկորներ 4 տեղանքում։ Այսօր առավոտյան ռուսական զորքերը հարվածային դրոնով խփել էին Խարկովի հանրակացարաններից մեկին, հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժել են 2 կին։ Չնայած Պուտինի բոլոր ջանքերին Ուկրաինան մուտք գործեց գարուն պահպանված էներգահամակարգով, տուժված, բայց պահպանված, իսկ ռազմաճակատում մեր դիրքերի բարելավմամբ ենք մտել գարուն։ Ենթակառուցվածքների ոչնչացմանը ուղղված ռուսական արշավը չհասավ իր ռազմավարական նպատակին, իսկ մարտի դաշտում գրոհի փոխարեն ռուսները հիմա ստիպված են պաշտպանվել։ Դե պատերազմները շարունակվում են, մենք հետևում ենք ամեն ինչին եւ ձեզ ենք ներկայացնում ամենակարևորը։ Այսքանով ավարտեմ Կիրակնորյա եթերը։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա մեզ շատ կօգնի։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, որտեղ գուցե ավելի լավ լուրեր լինեն։ Բարով մնաք եւ ամենակարևորը անփորձանք։